Ամերիկա-իսրայելական կոալիցիան հրթիռային հարվածներ է հասցրել Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկի Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Նախնական տվյալներով զոհերի մասին չեն հաղորդում, սակայն փլաթակների տակ մնացած բնակիչներ կան։ Տեսանյութում հայկինը պատմում է իրենց բնակելի համալիրին հասցված հրթիռային հարվածի մասին, քննադատելով ԱՄՆ նախագահին նման դաժանության համար։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասը հայտնի էր աշխույժ մթնոլորտով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում կարևոր դեր են ունեցել իրանահայերը։ Հայկական թաղամասին Թեհրանինը անցյալ օրն են հարված հասցրել, Սպահանինը Ֆերդոսի փողոցն է, որը Ֆերդոսի փողոցը հայկական թաղամասին թեև մոտիկ է, բայց հայկական թաղամասին մոտիկ է, իհարկե այդ շրջանում գծված էր, հայը շատ քիչ են ապրում, թեև թաղը ընդհանրապես հայկական է կոչվում, այնտեղ նաև դիմաց հայկական միություն կա, դրա ապակիները փշրվել էր։ Ամերիկա-իսրայելական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել նաև Իրանի Խորամաբադ, Թեհրան, Սպահան և Շիրազ նահանգներում գտնվող ընդհանուր 30 ազգային և համաշխարհային գրանցում ունեցող հուշարձանների ու մշակութային ժառանգության օբյեկտներին։ Եթե ուշադիր նայեք, հայկական միության նշան երևում է, երկու արծիվներով նշան ունի այդ միությունը, Իրանայի ազգային և մշակութային միության կենտրոնատեղին է, որ ապակիներ փշրվել։ Իմ գալու ժամանակ էլ ճանապարհը մի երկու տեղ ռմբակոծում եղավ, նույնիսկ ցավալիորեն մետեղ, որ ժողովուրդը կանգնում էր հանգստի եւ ճաշի, նախաճաշի այդպես կենտրոններ էր, այնտեղ հարվածվել էր, որ իհարկե մեր դիմանցնելուց մի երկու ժամ հետո, որ մոտ մի 20 հոգի զոհվեցին այնտեղ։ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է, թե ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական նավերին 16 նավակների, որոնք ըստ Թրամփի նախատեսում էին ականապատել Հորմուզի նեղուցը։ Համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչը վայրէջք կատարում Մեծ Բրիտանիայի Rough Fairford օդանավակայանում։ Սա Վաշինգտոնի ռազմական ներկայությունը ուժեղացնելն է Իրանի հետ ամերիկա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում։ Դրանի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է 2 տոննա մարտագլխիկով Խորամշահր 4 հրթիռների արձակման մասին Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող Կատարի Ալ-Ուդեյդ, Քուվեյթի Քեմփ Արիֆջան և Իրաքի Հարիրի ամերիկյան բազաներին։ Բահրեյնը զգուշացրել է բնակիչներին մնալ ռազմապաստարաններում։ Գիշերը իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Դուբայի միջազգային օդանավակայանի հարակից տարածքին։ France 24-ը հայտնում է, թե 4 մարդ է վիրավորվել։ Դուբայի միջազգային օդանավակայանը, որտեղ գտնվում է Emirates ավիափոխադրող ընկերությունը, աշխարհի ամենածանրաբեռնվածն է միջազգային ուղևորությունների համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակել է ստորգետնյա ծովային թունելների կադրեր, որոնք լի են արագ հարձակման նավակներով, հակաօդային հրթիռներով և ծովային ականներով։ Պահապանների կորպուսը հայտնել է, ԱՄՆ-ն ոչնչացրեց մակերեսային նավերը, բայց թունելների ներսում թաքնվածը ըստ Պահապանների կորպուսի բոլորովին այլ խնդիր է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում հայտնել է, որ իրանական զինված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում իրանական տարածքի վրա։ Դրանք ըստ Փեզեշքյանի կթիրախավորվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։ Ի դեպ, Իրանի զինված ուժերը խնդրել է մահմեդական բնակչությանը և տարածաշրջանի երկրներին մատնանշել ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի տեղակայման վայրերը, առավել մեծաթիվ և ճշգրիտ հարվածներ հասցնելու նպատակով, որպեսզի չթիրախավորվեն խաղաղ քաղաքացիական անձինք։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։